2025 թվականը կարծում հիշվող է լինելու այն իմաստով, որ հենց այս տարվա ընթացքում ամենախայտարակ հարձակումները տեղի ունեցան եկեղեցու վերաբերյալ, բայց ուզում եմ սկսել տարվա սկզբից։ Տարին սկսվեց այսպես անհանգստություններով, իշխանությունները հայտարարում էին, որ պատերազմ է լինելու, պատերազմի հավանականությունը մեծ է, հիմա արդեն հասանք նրան, որ քննարկվում է ադրբեջանական նավթը, Ադրբեջանի տարածքով ցորեն բերելու հարցերը, Ինչպես եղավ ձեր գնահատմամբ այս փոփոխությունները, խնդրեմ։ Ինչպես այդ պատերազմից, որը գուժում էր արտաքին գործերի նախարարը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, հասանք նրան, որ ասում են, «Էս ինչ լավ պետություն է Ադրբեջանը, նավթ է մեզ ուղարկել»։ Բազմաթիվ վերլուծություններ կան կարևոր հետազոտական կենտրոնների, որոնք ասում են ինչպես անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի Եվրոմիության կամ Միացյալ Նահանգների ազդեցության գոտի։ Եվ հիմնական խոչընդոտը հենց էներգետիկայի մեջ է եւ բարելիքի մեջ է, որովհետեւ Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից, իսկ Իրանը ի վիճակի չի նման քանակով գազ եւ ճանապարհները խոչընդոտում են նաեւ նավթամթերք։ Իրանում նույնպես բենզինի խնդրեմ գոյություն ունի։ Եվ դրա համար առաջարկում են կառուցվածքային փոփոխություններ անել։ Եվ կառուցվածքային փոփոխությունների համար պետք է որ Հայաստանը ինտեգրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այնտեղից վառելիք ստանա, էներգետիկ համակարգը ինտեգրվի, եւ դրա համար առաջի քայլը եղավ հենց էլեկտրոցանցերի հետ կապված պատմությունը։ Երկրորդ քայլը արդեն այդ վառելիքի ներմուծումն է Ադրբեջանից։